Հացկերար եւ անմիջապես քոնդ տարավ, աչքեր փակվում են ու չես կարողանում նստել, դա խոսում է ոչ ճիշտ արյան շրջանառության մասին։ Հնարավոր է խնդիրներ կան ներքին օրգաններում, բորբոքային պրոցեսներ, վատ մարսողություն եւ այս ամենի արդյունքում, երբ ձեր գլխուղեղը ունի համաչափ գլխի շրջանառություն, քիչ այնտեղ թթվածին մատակարարում, ուտելուց հետո մարսողական օրգանները ստիպում են, որ շատ արյան հոսք իջնի դեպի ստամոքս, դուք այդ ժամանակ ուղեղից արյունը կարծես ուղարկում եք այնտեղ եւ բնական է թուլանում եք ու քունը տանում եք։ Ինչ անել այս դեպքերում։ Նախ, չպարկել ուտելուց հետո, վեր կանալ կանգնել, ուտելուց առաջ անել հատուկ շնչառական վարժություններ, որոնք ես միշտ տալիս եմ վակուումային ակտիվացնող շարժումներով, որ ձեր ֆերմենտները ակտիվանան, արյան հոսքը արդեն լինի համաչափ։ Բայց եթե դա էլ չի օգնում, ուտելուց անմիջապես հետո ձեռքերը բարձրացնում եք վերև եւ սկսում եք քայլել։ Շնչել դանդաղ քթով։ Իհարկե, առաջին հերթին նաև պետք է ուշադրություն դարձնել ինչ է կատարվում ներքին օրգաններում, ինչու չկա թթվածին դեպի գլուխ գնացող։ Մեր վիսցերալ ծրագրերը, որոնք առաջարկում ենք ներքին օրգանների եւ գլխուղեղի կապը վերականգնելու համար, դրանք հատուկ վարժություններ են, որոնք կարող եք կատարել մեր մասնագետների հսկողությամբ, ինչպես նաև տանը։ Յուրում ենք 7 եւ ստանում ենք մեր մասնագետի կողմից մեկ անվճար դաս։ Խորհրդատվություն, ինչպես ակտիվացնել եւ հասկանալ կապը ներքին օրգանների եւ գլխուղեղի միջեւ։